Բարև։ Պատկերացրեք, փոքրիկ ճանճը թակարդվում է խեժի կաթիլի մեջ 120 միլիոն տարի առաջ։ Այսպես է սկսվում այս տարվա ամենազարմանալի հնեաբանական պատմություններից մեկը։ Գիտնականները Էկվադորում հայտնաբերել են միջատ պարունակող սաթի առաջին նմուշները Հարավային Ամերիկայում։ Ժամանակի այս փոքրիկ կապսուլաները նոր պատմություն են պատմում Գոնդվանա հնագույն սուպերմայրցամաքում կյանքի գոյության մասին։ Հենց Գոնդվանայից են հետագայում առաջացել Հարավային Ամերիկան, Աֆրիկան, Ավստրալիան եւ Անտարկտիդան։ Մինչև հիմա միջատներով սաթ հայտնաբերվել է միայն հյուսիսային կիսագնդում, Բիրմայում, Կանադայում, Բալտիկայում։ Հարավային կիսագունդն այս առումով մնում էր սպիտակ բիծ։ Ոչ ոք չգիտեր ինչ տեսք ունեն Գոնդվանայի անտառներն ու ովքեր էին այնտեղ բնակվում։ Սակայն հիմա Բարսելոնայի համալսարանի թիմի հայտնագործության շնորհիվ այս բացը սկսել են լրացնել։ Էկվադորում գտնվող Ժենուվևա հանքավայրից հայտնաբերվել է 112 միլիոն տարեկան սաթի մոտ 60 կտոր։ Դրանցում կա 21 կենսաբանական նյութ՝ ճանճեր, բզեզներ, կրետներ, մրջյուններ, անգամ հնագույն սարդոստայնի փոքր կտոր։ Պատկերացրեք, սարդերն արդեն այն ժամանակ էին գործում իրենց ցանցը, իսկ մոտակայքում հոսում էր հեղուկ խեժը, որը միլիոնավոր տարիներ անց պետք է վերածվեր սաթի։ Գիտնականները հայտնաբերել են խեժի երկու տեսակ՝ ստորգետնյա, որը պատում էր արմատները, եւ վերգետնյա, որը սառչում էր օդի ազդեցությամբ։ Հենց վերջինում էլ փակված էին մնում միջատները։ Սա կարևոր դետալ է, որովհետև այն ցույց է տալիս կոնկրետ ինչպես են ձևավորվել ժամանակի այդ թակարդները։ Սակայն ամենատպավորիչը ոչ թե ուղղակի միջատներն են, այլ այն, ինչ նրանց շրջապատում էր։ Ծաղկափոշու ու սպորների վերլուծությունը թույլ է տվել հետազոտողներին վերականգնել մի ամբողջ էկոհամակարգ։ Խոնավ արևադարձային անտառ, խիտ փշատերև ծառեր, խոնավություն ու տոտ, սրանք իդեալական պայմաններ էին, որպեսզի խեժն առատորեն հոսի իր մեջ, պահելով այդ հեռավոր ժամանակների կյանքի հետքերը։ Հայտնաբերված բզեզներից մեկը ըստ բերանի կառուցվածքի սնվել է սնկերով, իսկ սա նշանակում է, որ արդեն այն ժամանակ գոյություն ունեին բարդ սննդային շղթաներ, ծառերից սնկեր, սնկերից միջատներ, միջատներից սարդեր, անտառը կենդանի օրգանիզմ էր, որտեղ ամեն ինչ կախված էր մեկը մյուսից, ինչպես հիմա, ու սա միայն սկիզբն է։ Գիտնականները համոզված են, սաթի յուրաքանչյուր նոր կտոր կարող է թաքցնել աներևակայելի մի բան, նոր տեսակ, որսի դրվագ կամ միգուցե հնագույն ԴՆԹ հետքեր։ Անդալուզիայի լեռներում մոռացված արծվի հնագույն բույն։ Անցնում են հարյուրամյակներ։ Անձրևները, քամին ու արևը անում են իրենց գործը, իսկ բնի մեջ դեռ ամբողջական մնում են հյուսածո սանդալ ոչխարի կաշվի կտոր, դարավոր արբալետի բոլտ։ Հնչում է ինչպես հնագիտական դետեկտիվի սկիզբ, սակայն դա ոչ թե հորինվածք է, այլ իսպանացի օրնիտոլոգների նոր հետազոտությունը։ Գիտնականներն ուսումնասիրել են հազվագյուտ գիշատիչ թռչունների, գառնանգղների 12 հնագույն բույն։ Այս վեհաշուկ լեշակերները սնվում են սատկած կենդանիների ոսկորներով ու կառուցում իրենց բները ամենադժվար հասանելի վայրերում, քարանձավներում եւ ուղղաձիգ ժայռերի վրա, ու ինչպես պարզվել է, նրանց բնակատեղիները իսկական հնագիտական թանգարաններ են, մարդկային պատմության բնական շտեմարաններ։ Հնագույն բներում, որոնց տարիքը հասնում է մի քանի դարի, հետազոտողները հայտնաբերել են մարդու կողմից ստեղծված 226 առարկա։ Դրանց թվում են կոշիկ, զամբյուղներ, կտորի ու կաշվի մնացորդներ, անգամ արբալետի բոլտի բեկոր։ Այս ամենը գառնանգղներն օգտագործել են որպես շինանյութ։ Ռադիոածխածնային վերլուծությունը ցույց է տվել, որ ամենահին գտածոները մոտ 650 տարեկան են, այսինքն քանի դեռ Եվրոպայում մոլեգնում էր 100-ամյա պատերազմը, իսպանական լեռնային անգղները մարդկային ձեռքերով ստեղծածը տեղափոխում էին իրենց անհասանելի բները։ Ընդհանուր առմամբ բներում հայտնաբերվել է գրեթե 2500 օբյեկտ, հիմնականում կենդանիների ոսկորներ, մաշկի մնացորդներ ու ձվի կեղևի բեկորներ։ Դրանք իսկական արխիվներ են, որոնցում շերտ առ շերտ պահվում է ոչ միայն այս թռչունների, այլև շրջապատող աշխարհի պատմությունը։ Գտածոներով կարելի է հասկանալ ինչպես է փոխվել միջավայրը, ինչով են սնվել գառնանգղները, ինչ կենդանիներ են բնակվել հարևանությամբ ու անգամ ինչ նյութեր են օգտագործել այն ժամանակների մարդիկ։ Ըստ էության գառնանգղները դարձել են հնագիտական արտեֆակտների պատահական պահապաններ։ Նրանց բները գտնվում են չոր տեղումներից պաշտպանված վայրերում, այնպես որ օրգանական նյութերը հիանալի պահպանվում են։ Յուրաքանչյուր այդպիսի թռչնային թանգարան ժամանակի մեքենա է։ Օրնիտոլոգները նշում են, այդպիսի հայտնագործությունները կարող են օգնել ոչ միայն հնագետներին, այլև բնության պահպանության մասնագետներին։ Հնագույն բներն ուսումնասիրելով կարելի է հասկանալ ինչպես են ապրել գառնանգղները մինչև տարածաշրջանից անհետանալը ու ինչ է պետք անել նրանց վայրի բնություն կրկին վերադարձնելու համար։ Ու ինչպես ասում են հետազոտողները, յուրաքանչյուր նոր բնում կարող է թաքնված լինել ոչ միայն փետրավորների, այլև մեր պատմությունը։ Ու երբեմն անցյալը տեսնելու համար պետք է ուղղակի վերև նայել, այնտեղ որտեղ ժայռերի վրա դարերով բնադրել են թռչուններ, որոնց կացարանը վերածվել է մարդկային քաղաքակրթության քրոնիկոնի։
Ինչ եթե մեր ամբողջ թվային աշխարհի հիմքում սուտն ու կեղծիքն է, ու մի հանճարեղ հաքեր ստեղնի մեկ սեղմումով որոշի ջնջել այն։ Բարի գալուստ Միստեր Ռոբոտ սերիալի մութ ու հիպնոտիկ իրականություն։ Սա ուղղակի հաքերների մասին պատմություն չէ, սա գիտաֆանտաստիկ հոգեբանական թրիլեր է մարդու մասին, ով պայքարում է ժամանակակից հասարակության խորքային ստրուկտուրայի դեմ։ Գլխավոր հերոսը Էլիոտ Օլդերսոնը, բացառիկ ինտելեկտով ու ծանր ներքին աշխարհով օժտված ծրագրավորող է։ Ցերեկը նա զբաղված է կիբերընկերության տվյալների պաշտպանությամբ, իսկ գիշերը կոտրում է ուրիշների պաշտպանությունը։ Նրա զենքը կոդն է, նպատակը ճշմարտությունը, սակայն ճշմարտությունը շատ ավելի բարդ է։ Համաշխարհային E-Corp կորպորացիայի դեմ պայքարը վերածվում է ոչ թե հեղափոխության, այլ անձնական հոգեբանական պատերազմի։ Էլիոտը պայքարում է ոչ միայն համակարգի, այլև իր հզոր գիտակցության դեմ։ Սերիալի հեղինակ Սեմ Էսմեյլը ստեղծել է պատմություն, որում միահյուսվում են հոգեբանությունը, փիլիսոփայությունն ու թվային աշխարհը։ Այստեղ ամեն ինչ մոտ է իրականին։ Հաքերային հարձակումները, խոցելիությունները, անգամ կոդի տողերը առանց հոլիվուդյան հորինվածքների։ Սակայն տեխնոլոգիական ճշգրտության տակ թաքնված է գլխավոր սառը մաթեմատիկական հարցը. կարելի է արդյոք կոտրել իրականությունը։ Միստեր Ռոբոտը սերիալ է թվային մենակության, ցանցում մեծացած տվյալներում, պատրանքներում ու անվերջ մշտադիտարկման մամակարգերում իրեն կորցրած սերնդի մասին։ Ոչ մի այլ սերիալ չի ստիպում այդքան սուր կերպով զգալ։ Աշխարհում, որտեղ ամեն ինչ վերահսկողության տակ է, ամենավտանգավոր վիրուսը մարդկային գիտակցությունն է։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։